7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, քանի որ երկրում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Հայաստանը պատրաստ է շուտապույտ կնքել խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն եւ կայունություն։ Այսօր Երևանում ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին վերահաստատել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանը չի կարող համատեղել ՀԱՊԿ-ին ԵԱՏՄ-ին անդամակցությունը Եվրամիության հետ միաժամանակ երկու աթոռին նստել դժվար թե ստացվի, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Մոսկվան դժգոհ է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից, որը ի դեպ անդամակցության գործընթաց չի էլ ենթադրում։ Դեսպանը հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը ժամանել է Վաշինգտոն բանակցելու Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։